Մեր ձևով շարժումը հասկանում է, որ շատ հավանական է, որ կուսակցությունը կամ չգրանցեն, կամ գրանցելու դեպքում այն չլինի ընտրացուցակում։ Բնականաբար բոլոր ռիսկերը հաշվի են առնված եւ ամենայն հավանականությամբ կա բոլոր ռիսկերից խուսափելու այլ տարբերակներ։ Մենք կունենանք երկրի ղեկավար, որը բանակցային գործընթացներում ամեն դեպքում կներկայացնի Հայաստանի Հանրապետության շահերը։ Ինչով է Սամվել Կարապետյանը տարբերվում Բդինա Իվանիշվիլիից։ Ես Իվանիշվիլիի կենսագրությունը չգիտեմ, բայց Սամվել Կարապետյանին ճանաչելով նրա գործունեությանը տեղյակ լինելով կարող եմ ասել հետևյալը. Այն ամենը, ինչ պարոն Կարապետյանը արել է Հայաստանի Հանրապետության համար, դա ուղղակի անգնահատել են։ Եթե նա իր այդ հայտարարությունից հետո չհայտնվեր ԱԱԾ-ում, մեր ձևով շարժում մենք կունենայինք, թե չէ։ Ես չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել, որովհետև մեր ձևով շարժումը հիմնվեց հենց Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո։ Այդ պահին ձեզ մոտ այլընտրանք է կամ անպայման ձերբակալել Փաշինյանին եւ նրան անպայման որ նա հայտնվի, ասենք, նույն նկղում, որում Սամվել Կարապետյանն էր նստած, եւ այլընտրանքը, որ նրան թողնել, որ նա երկրից գնա, ցնցումից խուսափելու համար, անցնցում։ Բնականաբար այդ պարագայում հանրային շահը կգերադասի, ավելի լավ է ինքը գնա ու ժողովուրդը ավելի լավ ապրի։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ Արթուր Միքայելյանն է։ Բարև ձեզ, պարոն Միքայելյան։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալություն, որ ընդունել եք իմ հրավերը։ Հայկական մամուլն այսօր գրեց, որ մեր ձևով շարժումը արդեն ստեղծել է կուսակցություն, այդպես է։ 2 օր առաջ եղավ կուսակցության հիմնադիր համագումարը եւ կուսակցություն ձևավորելու հիմքը արդեն դրված է։ Արդեն կա անուն Հայամետ, ճիշտ է։ Այո, Հայամետ։ Երբ եք դիմելու այն գրանցելու համար։ Ենթադրում եմ, որ փաստաբանները լիազոր անձին պետք է արդեն որ դիմաց լինեն։ Մեր ձևով շարժումը հասկանում է, որ, ասենք, ձեր խորհուրդը հասկանում է, որ շատ հավանական է, որ կուսակցությունը կամ չգրանցեն, կամ գրանցելու դեպքում այն չլինի ընտրացուցակում։ Բնականաբար բոլոր ռիսկերը հաշվի են առնված եւ ամենայն հավանականությամբ կա բոլոր ռիսկերից խուսափելու այլ տարբերակներ։ Ну, ասենք տարբերակներից մեկը, որ համագործակցեք արդեն գրանցված գոյություն ունեցող կուսակցության հետ, ճիշտ եմ հասկանում։ Ну, այս պահին ես հստակ չգիտեմ տվյալ տարբերակների հերթականությունը, թե որն է երկրորդ տարբերակը, երրորդ տարբերակը, բայց վստահաբար կարող եմ ասել, որ տարբերակներ կան եւ չգրանցելու դեպքում, եթե իշխանությունները գնան, օրենքով սահմանված բոլոր գործառույթները մեր կողմից կատարվելու են, որպեսզի կուսակցությունը ունենա պետական գրանցում։ Շատ լավ, մենք այս հարցին հավանաբար կվերադառնանք հունվարին, ես կամ ձեզ կամ մեր ձևով շարժման ձեր խորհրդից որևէ մեկին կկանչեմ նորից հարցազրույցի եւ արդեն խոսենք ինչ զարգացումներ կլինեն, կփորձենք հասկանալ ինչ է անելու մեր ձևով շարժումը, որովհետև այսօր Հայաստանի հասարակությունը մեծ հույսեր է կապում հենց ձեր մեր ձևով շարժման հետ։ Ինչն է աչք ծակում ձեր շարժման մեջ, որ չկան կայացած քաղաքական գործիչներ, այսինքն երբ որ դուք հանրահավաքներ եք կազմակերպում, որին հավաքվում են տասնյակ հազարավոր մարդիկ, բեմում կանգնած են լինում մարդիկ, ովքեր հայտնի չեն որպես քաղաքական գործիչներ։ Որն է այս ռազմավարության նպատակը։ Թիմում չկան կայացած քաղաքական գործիչներ, բայց կան իրենց ոլորտներում կայացած պրոֆեսիոնալներ, որոնք իրենց գործով, հմտություններով անելու են ամեն ինչ, որ շարժումը իր առաջ դրած բոլոր խնդիրները հաջողի։ Իմ հարցը հետևյալի մասին է, այսինքն դուք հատուկ գնացել եք այդ ճանապարհով, որ ձեր կողքին չլինեն մարդիկ, ովքեր ունեն քաղաքական բեքգրաունդ, ինչու։ Գիտեք, հատուկ նման ձևով առաջ գնալու ցանկություն ենթադրում եմ չի եղել, ես ինքս միացել եմ շարժմանը մոտ 10 օր, 14 օր առաջ, նման ցանկություն կամ նման խոսակցություն թե ամենասկզբից ու շարժման մեջ չի եղել, մեր դռները բաց են յուրաքանչյուր անձի համար, ով պրոֆեսիոնալ է իր գործում, ով ազնիվ է եւ իրական է իր ինչ ֆիլտր եք անցել, որ դառնաք
այդ շարժման համակարգող խորհրդի անդամ, ինչ որ ֆիլտր պետք է անցնել, չէ՞, ինչ որ մեկը պետք է ձեզ ստուգի, ձեզ հետ խոսի, ինչպես է դա տեղի ունենում, ինչպես է մարդը դառնում խորհրդի անդամ, մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ։ Ես ունեցել եմ ամենասկզբից զրույցներ պարոն Նարեկ Կարապետյանի հետ, հետո շարժման խորհրդի մի քանի այլ անդամների հետ ու ինքս իմ աշխատանքով, իմ պատասխանատվությամբ նվիրվել եմ շարժմանը, որպեսզի անեմ ամեն հնարավոր բան իմ ուժերի ներածի սահմանում, որ շարժումը իր առաջ դրած բոլոր նպատակներին հասնի։ Գոնե ես հանդիպում եմ մարդկանց, որ ասում են կամ միացել են շարժմանը, կամ պատրաստվում են միանալ, ինչ պետք է անի իր բնագավառում արհեստավարժ պրոֆեսիոնալ մեկը, որ դառնա մեր ձևով շարժման այդ կորիզի մի մասը, այսինքն խորհրդի անդամ, համակարգող։ Տեսեք, այստեղ խնդիրը խորհրդի անդամ կամ անդամ դառնալու մեջ չէ։ Մեր ինտերնետ կայքում եւ Facebook-յան էջում հստակ նշված են հնարավորությունները, թե մարդիկ ինչպես կարող են անդամակցել մեր ձևով շարժմանը։ Մարդիկ գրում են իրենց անձնական տվյալները, իրենց մասնագիտությունը հեռախոսահամարը, որից հետո որոշ ժամանակ հետո կապ են հաստատում գրասենյակից, ճշտում են տվյալ մարդու ինքնությունը ու փորձում կարճ զրույց ունենալ տվյալ մարդու հետ։ Իմ հետ այդպես չի եղել։ Ես անձամբ ներկայացել եմ եւ ասել եմ, որ ուզում եմ դառնամ շարժման անդամ։ Որից հետո, եթե մարդիկ ունեն ծրագրեր, տեսլականներ, գրավոր ներկայացնում են այդ ամեն ինչը եւ համապատասխան մասնագետները նայում են տվյալ տեսլականը, տվյալ ծրագիրը, քննարկում, հրավիրում այդ մարդուն ու սկսում աշխատել։ Մենք ունենք 5 աշխատանքային խումբ, որ այդ խմբերի մեջ ներառված են պրոֆեսիոնալներ, որոնք նայելով, հասկանալով, եթե տվյալ մարդու ներկայացրած ծրագիրը համապատասխանում է մեր ձևով շարժման տեսլականին ու գաղափարախոսությանը, միանշանակ հանդիպում են ունենում տվյալ մարդու հետ, իրականացնում քննարկումներ եւ շարունակում աշխատանքը։ Այդ դեպքում հետևել հարցս, ինչու Արտուր Միքայելյանը դարձավ խորհրդի անդամ, ով է Արտուր Միքայելյանը, ինչով է զբաղվում, մինչև այդ շարժմանը միանալուց առաջ ինչով է զբաղվում։ Ուրեմն մինչ շարժման միանալը ես 2024 թվականին ստեղծել եմ գիտակից հասարակություն, սոցիալ-իրավական կենտրոն հասարակական կազմակերպությունը եւ աշխատում է ինտերնետ շահումով խաղերի ոլորտը կարգավորելու ուղղությամբ։ Եվ իմիջիայլոց շատ հետաքրքիր ոլորտ է, շատ հետաքրքիր, քանի որ ամենահաջողվածը Հայաստանում։ Հայաստանում ամենահաջողվածը եւ ամենաանվերահսկելի։ Գուցե դրա համար է հաջողված, որ անվերահսկելի է։ Միգուցե, որտեվ այդ ոլորտը պետության կողմից ունի թվացial վերահսկողություն, բայց երբ որ դու շփվում ես պետական կառույցների հետ նամակագրության միջոցով, հասկանում ես, որ պետության կողմից չկա ընդհանրապես վերահսկողություն այդ ոլորտում։ Միգուցե պետությունը այդ ոլորտը օգտագործում է սեփական շահերի համար, որտեղ դա մի ոլորտ է, որտեղ կան քաղաքացիների 100 հազարավոր քաղաքացիների տվյալներ, ովքեր գրանցվում են։ Միգուցե ես ոչինչ չեմ բացառում, դրա համար ես մարտ ամսից այնտեղ տեսնելով որոշակի ռիսկեր, որոնք որ վերաբերելի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որը վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը, ես ինքս դիմել եմ դատախազություն, իրավական գնահատական տալու պահանջով։ Ցավոք սրտի մինչ օրս ես չեմ ստացել, անցել է մոտ 8 ամիս, դատախազությունից չկա ոչ մի պատասխան, բայց կարող եմ ամենայն վստահությամբ ասեմ, որ պետության վերահսկողության բացակայության պատճառով հնարավոր է, որ Հայաստանի քաղաքացիները կրած լինեն շատ լուրջ վնաս։ Դուք գնացել եք մեր ձևով շարժմանը միացել եք եւ ներկայացել եք ծրագիր, որը վերաբերում է հենց այդ ոլորտին։ Ոչ, մեր ձևով իմ հասարակական կազմակերպության գործունեությունը ոչ մի կերպ չունի աֆիլիացիա մեր ձևով շարժման հետ։ Ուղղակի միգուցե այնպես ստացվեց, որ մենք մտածում ենք նույն ձևի, միգուցե այնպես ստացվեց, որ ինչով եք դուք կոնկրետ այդ խորհրդում զբաղվում, որն է ձեր պատասխանատվության ոլորտը։ Այս պահի դրությամբ կոնկրետ պատասխանատվության ոլորտ ես չունեմ, մոտ ապագայում վստահաբար կլինի այն ոլորտը, որի համար ես կգրեմ պատասխանատվություն, բայց փորձում եմ իմ գիտելիքների, հմտության ունակությունների
շրջանակներում օգտակար լինել շարժմանը։ Իսկ մասնակցում եք որոշումների կայացմանը։ Այն որոշումները, որոնք պետք է կայացնեն շարժման հիմնադիր խորհրդի անդամների ներկայությամբ, բնականաբար է։ Այսինքն ձեզ մոտ ժողովրդավարություն է, որոշումները կայացնում է ոչ թե մեկ մարդ, այլ որոշումները կայացնում է այդ խորհուրդը։ Որոշումները կայացում են քննարկումների արդյունքում։ Հետաքրքիր է, ես ինչու ձեզ որոշեցի կանչել հարցազրույցի, որտեղ ինձ տպավորեց ձեր ելույթը այդ հանրահավաքի ժամանակ եւ ես նաեւ հիշեցի, որ դուք մասնակցում եք ակտիվ նաեւ սրբազան շարժմանը, ունենալով այդ փորձը, գոնե բոլոր հանրահավաքներին մասնակցել եք, երթերին մասնակցել եք, ինչ տարբերություն կա սրբազան շարժման եւ մեր ձևով շարժման մեջ, որպես ներսի մարդ ձեզ համար այդ որոնք են այդ տարբերությունները եւ գուցե չկան։ Եթե տարբերություններ բնականաբար կան սրբազան շարժման եւ մեր ձևով շարժման մեջ, մեր ձևով շարժման գաղափարախոսությունը այս բանին կայանում է նրանում, որ ստեղծել այնպիսի պետություն, տնտեսապես ուժեղ պետություն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունենան արժանապատիվ աշխատանք, որ Հայաստանը լինի զարգացած տնտեսապես եւ տնտեսապես զարգացած լինելու հանգամանքից ելնելով դառնա այնպիսի պետություն, որ մեր հարևանները ուղղակի ցանկություն չունենան ոտնձգություններ կատարելու։ Տեսեք, մենք գալիս ենք մի հարցի, որը շատ հետաքրքիր է եւ այսինքն հիմնական հարցերից մեկն է, որովհետեւ այն ֆորս մաժորային իրավիճակում, այն ճգնաժամային իրավիճակում, որում այսօր հայտնվել է Հայաստանը, կարծես թե առաջին պլան են եկել անվտանգային հարցերը, այսինքն ճիշտ է արդյոք խոսել առաջին հերթին տնտեսության զարգացման մասին այս իրավիճակում, երբ ճգնաժամային են հենց անվտանգային հարցերը։ Տեսեք, ես ինքս անվտանգությունը կապում եմ ուժեղ տնտեսության հետ։ Երբ ես դու ուժեղ, երբ որ դու տնտեսապես զարգացած ես, ուժեղ ես, ունես զարգացած տնտեսություն, այդ ժամանակ քո հետ նստում են հաշվի։ Կա այսպիսի ասացվածք, որ ուժեղի հետ նստում են հաշվի, իսկ թույլերին խղճում։ Հա, բայց կունենա արդյոք Փաշինյանից հետո Հայաստանը այնքան ժամանակ, որ զարգացնի տնտեսությունը։ Վստահաբար կունենա ու մինչ այդ տնտեսության զարգացման փուլը դա ոչ 1 տարվա, ոչ 2 տարվա process է, բայց այստեղ մենք կունենանք երկրի ղեկավար, որը բանակցային գործընթացներում ամեն դեպքում կներկայացնի Հայաստանի Հանրապետության շահերը ու այստեղ բանակցողի փոփոխությունները շատ լուրջ ազդեցություն կարող են ունենալ թե անվտանգային հարցերում եւ թե Հայաստանի ապագայի։ Ով է լինելու այդ բանակցողը։ Ես հիմա չեմ կարող պատասխանել այդ հարցին։ Երբ մեր ձևով շարժումը կհայտարարի վարչապետի իր տեխնացուի անունը։ Ես վստահ եմ, որ վարչապետի տեխնացուի անունը հայտնի դառնալու պես մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կհայտարարի։ Մոտավորապես ասենք, մի ամիս, 2 ամիս։ Հստակ ժամկետներ ես չեմ կարող նշել, բայց վստահաբար եկող տարվա սկզբներին հուսով եմ հանրությունը դիմանա, բայց ժամկետներ։ Տեսեք, ես նաև բլից հարցերում այս հարցը ձեզ կտամ, բայց հիմա ուզում եմ դուք թվարկեք 3 տարբերություն, ինչով է Սամվել Կարապետյանը տարբերվում Բդինա Իվանիշվիլիից։ 3 տարբերություն, 3 կետով։ Ես Իվանիշվիլիի կենսագրությունը չգիտեմ, բայց Սամվել Կարապետյանին ճանաչելով նրա գործունեությանը տեղյակ լինելով կարող եմ ասել հետևյալը։ Այն ամենը, ինչ պարոն Կարապետյանը արել է Հայաստանի Հանրապետության համար, դա ուղղակի անգնահատել են։ Տեսեք, ասում են բարերար, բայց բարերարը այն մարդն է, ով հրաժարվում է իր սեփական միջոցներից հանուն իր երկրի զարգացման։ Տվյալ մարդը բարերարները չունեն պարտավորություն դա անելու։ Նրանց սոցիալական պատասխանատվությունը այնքան բարձր է, որ իրենք պատրաստ են հրաժարվելու իրենց սեփական միջոցներից հանուն Հայաստանի Հանրապետության։ Նամանավանդ այն դեպքում, երբ որ մարդը զարգացրել է իր բիզնես գործունեությունը այլ երկրում եւ ուղղակի օգնում է Հայաստանի Հանրապետությանը եւ օգնել էր Արցախի Հանրապետությանը։ Կարելի է թվարկել անverջ, թե ինչ օգնությունները ցուցաբերել, սկսած աշխատատեղերի ստեղծումից դուրս եկած բարեգործություններ, իդեպ վերջերս շատ հետաքրքիր դեպք եղավ քաղաքացիական
պայմանագիր կուսակցության պատգամավորներից մեկը հայտարարել էր, որ վերջին 4 տարվա մեջ եթե ցույց տաք ինձ մի բարեգործություն, որ Սամվել Կարապետյանն արել է Գեղարքունիքի մարզում, պատրաստ եմ 8 անգամ ներողություն խնդրել, մեր գործընկերները տեսանյութի միջոցով հրապարակեցին դա, որ Սոտք գյուղում Սամվել Կարապետյանը հիմնովին վերանորոգել է 148 տուն պատերազմից հետո, բայց մինչ օրս մենք սպասում ենք այդ ներողությանը, որը որ չկա։ Ինչով են նման բդին է Իվանիշվիլին եւ Սամվել Կարապետյանը առաջին հերթին, որովհետեւ երկուսն էլ հարստացել են մեկ այլ երկրում եւ մենք գիտենք, որ գոնե նորմալ պետություններում ընդունված է, երբ լուրջ բիզնեսմենը, խոշոր բիզնեսմենը, մեծ բիզնեսմենը բարեգործություն է անում, դա նրա բիզնես, այսպես ասեմ, ռեպուտացիայի նաեւ ինչ որ մի մասն է, անբաժանելի, դա ընդունված է։ Բայց երբ որ դու մի երկրում գումար ես աշխատում եւ բարեգործություն ես անում, քո բարեգործության մեծ մասը մեկ այլ երկրում է, որը որ դու համարում ես քո հայրենիքը, այ դա հետաքրքիր է եւ դա անելու համար նման քայլի գնալու համար ինչ որ հատուկ մտածելակերպ պետք ունենալ։ Ըստ ձեզ ինչու է Սամվել Կարապետյանը, ասենք հենց Սամվել Կարապետյանը, ոչ թե ես կարող եմ հիշել Forbes-ի ցուցակի ռուսաստանցի առնվազն մի 10 հայի, ովքեր տարբեր տարիներին հայտնվել են այդ միլիարդատերերի Forbes-ի ցուցակում, բայց նրանցից մենակ մի քանիսն են, ասենք ես կարող եմ միայն հիշել Սամվել Կարապետյանին ու Ռուբեն Վարդանյանին, որ իսկապես լուրջ գործնեություն են ծավալել Հայաստանում եւ Արցախում։ Ինչու՞։ Այդ շփվում եք այդ շարժման մեջ եք, կա ինչ որ մի բան, որը սովորական մարդը չի հասկանում, իրանք հասկանում են։ Գիտեք, այսպես ասեմ, դա մարդու տեսակից է, մարդ երբ որ սիրում է իր հայրենիքը, կապ չունի տվյալ մարդը որտեղ է ապրում։ Երբ որ սիրում է իր հայրենիքը, նա ապրում է իր հայրենիքով։ Ու ես ինքս էլ երկար տարիներ ապրելով Հայաստանի սահմաններից դուրս, ես հասկանում եմ, թե ինչ է դա։ Որտեղ եք ապրել։ Գերմանիայում։ Ուրեմն մարդը երբ որ ապրում է ուրիշ տեղ, երբ որ իր մեջ կա այդ հայրենասիրության զգացումը, դա երբևէ չի կարող մարել։ Նույնը Սամվել Կարապետյանի պարագայում։ Ռուսաստանում աշխատելով ու ինչքան ես տեղյակ եմ, Սամվել Կարապետյանի կողմից կա այսպիսի սկզբունք, որ Հայաստանում աշխատած գումարը Հայաստանից դուրս չի գալու, այլ ներդրվելու է այլ ոլորտների մեջ։ Եթե հաշվենք Սամվել Կարապետյանի կողմից արած ներդրումները, բացված գործարանները եւ այլն, ասենք գումարային տեսանկյունով ինքը կարա մի քանի 100 միլիոնից միլիարդի հասնի, այն ինչ այդ մարդն արել է Հայաստանի Հանրապետությունում։ Բայց այս ամեն ինչը հաշվի չառնելով պետությունը փոխանակ շնորհակալություն հայտնի այդ մարդուն, որ արել է այդ ամեն ինչը, ինչ-որ երկու բառի համար, որ այդ երկու բառն էլ ուղղակի դրսևորում է տվյալ մարդու սերը դեպի հայրենիք, սերը դեպի հայ առաքելական սուրբ եկեղեցի, 5 ամսից ավել պահում անազատության մեջ։ Եվս մեկ հարց Սամվել Կարապետյանի մասին ընդունված կարծիք է, որ ձերբակալելով Սամվել Կարապետյանին Փաշինյանը լուրջ սխալ է գործել, հա, նույնիսկ մենք այսպես կատակում ենք Ակելա պրամախնուսը, թե Փաշինյանին Ակելա անվանելու մի քիչ սխալ էինք, ավելի շատ մեկ այլ հերոսի է նման Մաուգլից, բայց ամեն դեպքում հարցս հետևյալն է. եթե նա իր այդ հայտարարությունից հետո չհայտնվեր ԱԱԾ-ում, մեր ձևով շարժում մենք կունենայինք, թե չէ։ Ես չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել, որովհետև մեր ձևով շարժումը հիմնվեց հենց Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո, նրա մեր ձևով հայ առաքելական սուրբ եկեղեցին պաշտպանելու պատրաստակամությունից ելնելով ու այդ ամեն ինչը դարձավ պատասխանատվություն մեր ձևով շարժման յուրաքանչյուր անդամի համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ձերբակալելով Սամվել Կարապետյանին ստեղծեց փաստորեն այսպես կոչված երրորդ ուժը Հայաստանի քաղաքական դաշտում մի ուժ, որը ի վիճակի է նրան հաղթել ընտրություններում։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ Նիկոլ Փաշինյանին, թե ինչու ինքը գնաց այդ քայլին, ամենայն ազնվությամբ, որովհետև մեր ձևով արտահայտության մեջ ոչ թե հանցակազմ չկա, այլ մեր ձևով արտահայտության մեջ կա ուղղակի պատասխանատվություն, որ մարդը սիրում է իր հայրենիքը ու պատրաստ է կանգնել։
ինչու նա գնաց նման քայլի ու քաղաքական ինքը ինչ հաշվարկներ ուներ կամ չուներ, ես տեղյակ չեմ, բայց այն որ նա սխալվել է իր գործողություններում, դա միանշանակ կարող է։ Ինչու տապալվեց սրբազան շարժումը։ Հավանաբար մտածել եք այս մասին։ Մտածել եմ այս մասին։ Գիտեք, այսպես պատասխանեմ։ Վերջին տարիներին մեր հանրությունը դարձել է շատ անհամբեր։ Ինչ որ մի բան չսկսած, մարդիկ ուզում են, որ այն ավարտվի։ Ու ժամանակի ընթացքում, երբ որ սրբազան պայքարը, ես հիշում եմ մայիսի 9-ին, երբ որ մենք Գիրանցից քայլելով հասանք Երևան, մարդկանց բազմությունը։ Դուք եք հենց Գիրանցում սկսել քայլել սրբազան հոր հետ։ Մարդկանց բազմությունը ու մարդկանց հույսը ու բոլորը սպասում են, որ այս ամեն ինչը պետք է 1, 2, 3 օրվա մեջ այս հարցը լուծվի։ Որտեվ շատ էին մարդիկ։ Այո, շատ են մարդիկ, բայց ինչ-ինչ պատճառներով չեղավ։ Ու շատերը հուսահատվեցին, գնացին։ Ու այսպես կամած թիվը նվազեց։ Ես ինքս իմ ելույթներից, հանրային ելույթներից մեկում ասել եմ, որ հուսահատությունը ամենավատ բանն է, երբ որ խոսքը գնում է քո հայրենիքի պաշտպանության ու հայրենիքի ապագայի մասին։ Երբ որ քո մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, այո, չի ստացվել մեր մոտ։ Այսինքն ձեր պատասխանը սրբազան շարժումը տապալվեց, որտեվ հայերը համբերատար չեն։ Չէ, ոչ թե հայերը համբերատար չեն, բնականաբար այնտեղ կան շատ գործոններ, ես մանրամասը չեմ վերլուծել ամեն դետալ, թե ինչի համար կարող է սրբազան պայքարը չհաջողեր, բայց ես ուղղակի ասում եմ մեր հասարակության տրամադրվածությունը ամեն շարժման, որ մարդիկ ուզում են այսօր միանգամից որ ամեն ինչը լինի, բայց նմանատիպ պայքարներում պետք է որոշակի ժամանակ ժողովուրդը մասնակցում է, միգուցե չգիտեմ ինչը պակասես, չեմ կարող, բայց փաստը նա է, որ մենք չհաջողեցինք։ Ձերբակալվեց սրբազան հայերը, ձերբակալվեցին մեր պայքարի ընկերները, որ այսօր ապօրինի Բարիբուն իմաստով ապօրինի շինծու քրեական գործերով, ինչպես նաև թե Սամվել Կարապետյանը, թե Մկրտիչ Սրբազանը, թե Միքայել Սրբազանը գտնվում են անազատության մեջ ու շարժումը կանգնեց, չհաջողեց։ Եթե մի կողմ դնենք բոլոր այսպես կանոնները, ինչ որ պայմանականությունները, ըստ ձեզ, կապ չունի ինչ երկրի քաղաքացի է, քանի քաղաքացիություն ունի կամ հոգևորական է, հոգևորական չէ, ըստ ձեզ կարող եք թվարկել, ասենք, 3 հայերի, որոնցից յուրաքանչյուրը կարող է ստանձնել ազգի առաջնորդի դերը։ Ազգի առաջնորդի դերը անտեսելով ամեն ինչ, կապ չունի, քաղաքական գործիչ է, հոգևորական է, արվեստագետ է, կապ չունի։ Անկեղծորեն ես որպես հոգևորական տեսնում եմ Բագրատ Սրբազանին, որը շատ լուրջ առաջնորդի ցիրկ ունի ու շատ լավ պատկերացնում է ամեն ինչ, ու նամանավանդ վերջին տարիներին այս քաղաքական անցուդարձի մեջ լինելը շատ թրծեց նրան, տեսնում եմ Սամվել Կարապետյանին, բնականաբար, ով ապացուցել է, որ կարելի է 0-ից սկսել 90-ական թվականներին Հայաստանից դուրս գալ 0-ից սկսել եւ տարիների ընթացքում հայտնվել Forbes-ի ցուցակում, երրորդի մասով դժվարանում եմ ես պատասխանեմ, այս բան չեմ տեսնում ոչ մեկի։ Ուզում եմ մարզերից մի քիչ խոսենք, որտեվ կա այսպես տարածված կարծիք, որ Երևանով մի դատեք, Երևանում Նիկոլի աջակիցները քիչ են, իրականում Փաշինյանի աջակիցները մարզերում են ապրում։ Դուք որպես մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ շատ եք այցելում մարզեր։ Իրականում ինչ պատկեր եք տեսնում։ Տեսեք, ոչ միայն մեր ձևով շարժման ընթացքում ես այցելել մարզեր, այլ նախորդ տարի Սրբազան հոր հետ մենք ամբողջ Հայաստանում ենք պատտվել։ Մարզերում մի քիչ այլ է իրավիճակը։ Մարդիկ այնտեղ ունեն ինֆորմացիայի պակաս։ Երբ որ դու սկսում ես զրուցել մարդկանց հետ, նրանց տրամադրվածությունը շատ ուրիշ է։ Մարզերում, եթե չեմ սխալվում, ոչ բոլոր հեռուստաընկերություններն են լուսաբանվում, եւ մարդիկ ունեն միայն հնարավորություն
հմեկը նայելու եւ իրենց մտքում միշտ հմետի Հայաստանն է։ Որ իրանք մի բուր Հայաստան է, անդիմադիրները ինչու չեն այցելում գյուղ։ Ես չգիտեմ անդիմադիրները ինչու չեն այցելում գյուղ, մենք մեր ձևով շարժման շրջանակներում մենք պատրաստվում ենք կազմակերպել այցելություններ ամեն գյուղ։ Մենք հիմա ունենք գրասենյակներ Սևան քաղաքում, 2 գրասենյակ ունենք Վանաձորում, մեկը ունենք Գյումրիում, այո, եւ նման գրասենյակների բացումները լինելու են տարբեր մարզային քաղաքներում, ինչպես նաեւ Երևանում, եւ մեր խնդիրը լինելու է մարդկանց խնդիրները վերհանել եւ փորձել այդ խնդիրներին տալ լուծում։ Ըստ ձեզ, ընտրությունների անդիմությունը պետք է գնա ինչ կարգախոսներով, հա, այսինքն պետք է խոսել, որ եթե մնա Փաշինյանը եւ եթե մնա Փաշինյանի թիվը Հայաստանը լուրջ անվտանգային խնդիրներ կունենա, Հայաստանը տարիների ընթացքում կվերածվի Ադրբեջանի ինչ-որ մի երկրի, որտեղ ադրբեջանցիները կլինեն բնակչության։ Եթե ոչ մեծ մասը, ապա զգալի մասը եւ այլ, նոր զիջումների կգնա, թե այդուամենայնիվ հայաստանցիների հետ, հատկապես մարզերի բնակիչների հետ պետք է խոսել իրենց խնդիրներից սոցիալական, տնտեսական։ Տեսեք, ես հակված եմ երկրորդ տարբերակին, ինչու համար։ Բոլորը գիտեն ինչ արել Փաշինյանը, ինչ անելու Փաշինյանը։ Այդ ծրագիրը շատերի համար պարզ է։ Բայց դուք նոր ասում եք, որ իրենք ինֆորմացիայի պակաս ունեն։ Չէ, ինֆորմացիայի պակաս ունեն, բայց այդ ինֆորմացիայի պակասը նույն սոցիալական ցանցերի միջոցով իրենք լրացնում են։ Ես հեռուստատեսային եթերը նկատի ունեի։ Տեսեք, շատերը հասկանում են, թե ինչ է արել Փաշինյանը եւ ինչ է սպասվում Հայաստանին։ Մի մասը վախենում է դրա մասին բարձրաձայնել, մյուս մասը հասկանում է, որ ինքը 18 թվականին ինչ պատճառով, ես այդ մարդկանց իմիջիալով չեմ մեղադրում, որովհետեւ մարդն ունեցել է հույս փոփոխության դեպի դրականը, բայց ես եմ ուրախացել, երբ 2010 թվականին։ Այո, ունեցել է հույս, որ ինչ որ մի բան կփոխվի, ինչ որ մի բանից ինքը եղել է դժգոհ, դա նորմալ է, երբ որ երկրում փոխվում է իշխանություն, որովհետեւ ոչ միտեղ իշխանությունը դա հավերժ չի։ Մարդը գնացել է ընտրության, շատերը ընդունում են այն հանգամանքը, որ իրենք սխալվել են կամ ճիշտ ընտրություն չեն կատարել, ավելի կոնկրետ, եթե ասեմ, բայց մի մասի մոտ անձնական եսը թույլ չի տալիս ընդունելու, որ ընտրությունը եղել է սխալ։ Այդ հայտնի հայերը coming out-ներ անեն, որ այո, մենք էլ ենք եղել 2018-ին փողոցներում կամ մենք էլ ենք աջակցել Փաշինյանին, որովհետև եւ լավ ենք արել, որովհետև Սերժ Սարգսյանը չպետք է գնար 3-րդ ժամկետի, ինչպես այսօր Նիկոլ Փաշինյանը չպետք է վերընտրվի, բավական է։ Թողանեմ, յուրաքանչյուր մարդ հենց դրա մասին է մեր ձևովը։ Գիտեք, շատերը հարցում են այդ մեր ձևովն ինչի մասին, մեր ձևովը նրա մասին է, որ յուրաքանչյուր մարդ իր ձևով ունենա մասնակցություն։ Օրինակ, վերջերս նախորդ Կիրակի Հայ կանոնով մի տղա Հովանավորանքում մարդը իր ձևով խոսեց եկեղեցում, որ Ստեփան Ասատրյանը իրավունք չունի։ Հիմա ազատության հրապարակում ինքը վաղուց ազատության հրապարակում շարունակ տարի, եթե չասեմ տարիներ շարունակ ինչ որ ցույցեր է անում, որ Հայաստանում չի պետք է լինի միանձնյա իշխանություն։ Նրա քաղաքական դիրքորոշումներին ես տեղյակ չեմ։ Ես գնահատում եմ միայն այն փաստը, որ մարդը խոսեց եկեղեցում, նա միայնակ էր, նա արեց դա, նա հայտնեց իր դժգոհությունը։ Իսկ ինչու տապալվեց Հովանավորանքում Նիկոլ Փաշինյանը, ասես։ Եվ արդյոք հաջողության կհասնի Շիրակի մարզում։ Շիրակի մարզը չէ։ Թալինում, հաջորդ Կիրակի որոշել է գնալ Թալին, ես չգիտեմ, թե կազմակերպվածության աստիճանը իրենց մոտ ինչ աստիճան է, թե ոնց են կազմակերպում այդ ամեն ինչը, բայց ենթադրում եմ, որ շատ մարդիկ նույնը Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից, իր կուսակցական ընկերներից շատ լավ գիտակցում են, թե ինչ է կատարվում։ Շատ լավ գիտակցում են ու իրենք չեն մասնակցում ուղղակի, ասենք, նման արարողությանը։ Եթե ենթադրենք, մեր ձևովը ինչ որ կուսակցություն է ստեղծել, Հայամետ կուսակցություն եւ ընտրություններին հաղթել է եւ կառավարություն է ձևավորում։ Դուք այդ կառավարությունում ինչ դերակատարություն եք ունենալու, ինչ ձեզ որտեղ եք տեսնում այդ կառավարությունը։ Ես ինքս։ Այո։
Այս բանը ես ինձ ոչ միտեղ չեմ տեսում, քանի որ ես ունեմ երկրորդ քաղաքացիություն եւ օրենքը թույլ չի տալիս։ Շատ հետաքրքիր է, այսինքն դուք ենթադրում եք, որ դուք չեք կարող լինել ոչ նախարար, ոչ պատգամավոր, այդուամենայնիվ ակտիվ զբաղվում եք քաղաքականությամբ, նաև հասկանում եք, որ ձեզ կարող են ձերբակալել, Գիտակցում եմ, գիտեք, որ ոչ մի պաշտոն չեք ստանալու, իմաստը ո՞րն է ձեր պայքարի։ Իմաստն եմ գիտակցումը, թե ինչ է սպասում Հայաստանին, ու ես որպես հայ ուզում եմ իմ հնարավորության չափով անել այն, կանխելու համար այդ ամեն ինչը։ Պարոն Միքայելյան, դուք երկրորդ մարդն եք, որ ունի նման background, այսինքն երկքաղաքացիություն եւ ոչ մի պաշտոն չի ակնկալում եւ հասկանում է, որ չի կարող ունենալ ոչ պաշտոն, ոչ կարող է պատգամավոր դառնալ, բայց այդուամենայնիվ այդպես ակտիվ եւ շատ կոշտ պայքարի է դուրս եկել իշխանությունների դեմ։ Ես ուրիշ մարդ չեմ ճանաչում, չեմ ասի առաջին մարդն ով է, հետաքրքիր մոտեցում, այսինքն դուք հասկանում եք, որ պետք է նաև դուք մասնակցեք հայրենիքը փրկելու հարցում։ Այդտեղ դա իմ սոցիալական պատասխանատվությունն է։ Ես որ հիմա այսպես կամ, ես կամ իմ հայրենիքի շնորհիվ, իմ դաստիարակության շնորհիվ, իմ ծնողների շնորհիվ։ Ես ինձ չեմ կարող հայ զգալ, կապ չունի աշխարհի որ կետում լինեմ, երբ որ հասկանամ իմ երկիրը վտանգի տակ է, ես ունեմ հնարավորություն թեկուզ մի փոքր օգնելու ու ես ձեռնպահ մնամ ու կողքից նայեմ այդ ամեն ինչին։ Ես չեմ կարող ինձ զգալ լիարժեք հայ։ Ինչքան քանի տարի եք ապրել Գերմանիայում։ 2001 թվական։ Բավականին երկար, փաստորեն։ Ըստ ձեզ Հայաստանը կարող է մի գեղեցիկ օր լինել Գերմանիայի պես զարգացած երկիր, տնտեսությամբ, հասարակության, քաղաքական, անվտանգային ասենք չեմ ասում, բայց ասենք Գերմանիայի պես լինի։ Այդտեղ անհնարին ոչինչ այսօր այս աշխարհում գոյություն չունի։ Ամենակարևորը կամք եւ աշխատանք։ Եթե այս երկուսը մարդու մեջ կա ցանկությունը ինչ որ մի բան անելու, մարդը կարող է անել, բայց մարդը միայնակ չի կարող անել։ Այստեղ պետքա լինի համախմբում, այստեղ գալիս է ազգային արժանապատվությունը։ Մենք, եթե բոլորս համախմբվենք մեկ գաղափարի շուրջ Հայաստանը դարձնելու մեր երազանքների երկիրը, վստահաբար մենք կարող ենք դա անել։ Ոչ մի բան մեզ չի խանգարում։ Ու մենք մեր ձևով շարժման շրջանակներում մենք փորձելու ենք այդ ամեն ինչն անել։ Շատ լավ, իսկ Փաշինյանից հետո, եթե Փաշինյանը պարտվում է ընտրություններին, ըստ ձեզ, հնարավոր է խուսափել պատերազմից։ Դիտեք, կա մի այսպիսի բան, բանակցողներից կախված է շատ բան։ Եթե ներողություն օրինակը որ բերում եմ, մի հարցի շուրջ ես եւ դուք կարող ենք բանակցել երրորդ կողմի հետ։ Դուք կստանաք այլ արդյունք, ես այլ արդյունք։ Խոսքը այստեղ չի գնում, ումը կլինի վատ, ումը լավ կամ ումը շահավետ, ումը ոչ այդքան շահավետ։ Խոսքը գնում է նրա մասին, որ բանակցողից կախված է շատ բան։ Այսօր մենք ունենք մի այնպիսի իրավիճակ, որ մենք կատարում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր նախապայմանները, նույնիսկ արվում են, տրվում են այնպիսի բաներ, որ նրանք չեն պահանջել, չստանալով ոչ մի բան դրա դիմաց։ Այս ամեն ինչը ինչ որ մի պահ պետք է կանգ առնի։ Եթե Հայաստանում իշխանություն է փոխվում եւ քաղաքացիական պայմանագիրը բարդվում է, ըստ ձեզ, քաղաքացիական պայմանագրում, պատգամավորների շրջանում կամ կառավարությունում կան մարդիկ, ում հետ կարելի է համագործակցել Փաշինյանից հետո։ Ձևակերպեմ այսպես. այն մարդիկ, ովքեր քաղաքական պատասխանատվություն են կրել այս ամենի համար, ովքեր որ Փաշինյանի հետ ու մտածել են ու դիտակցված երկիրը տարել են այս վիճակի, իմ անձնական կարծիքով ոչ, բայց մենք գիտենք, որ պետական համակարգում կան աշխատողներ, որոնք չունեն քաղաքական կողմնորոշում, բայց մարդիկ պրոֆեսիոնալներ են ու ինչու չաշխատել պրոֆեսիոնալների հետ։ Եվ մենք դրա մասին ենք խոսում, որ Փաշինյանի բերած անջրպետը սև սպիտակ ներկա նախտին ինչ որ մի պահ պետքա վերանա, որ մենք բոլորս միասին յուրաքանչյուրս մեր ձևով երկիրը տանենք առաջ։ Հետաքրքիր է, այսինքն բոլորը չէ, որ պետք է կանգնեն դատարանի առաջ։ Ովքեր որ
կրելու են պատասխանատվություն դրա համար, հա, արդեն իրավապահ մարմինները թող որոշեն, ես իրավունք չունեմ Եթե մենք խոսում ենք իրավապահ մարմիններին, ձեզ համար, հատկապես, որ դուք երկար տարիներ ապրել եք Գերմանիայում, զարմանալի էր այն փաստը, որ ոստիկանությունը, հատուկ ուժերը, հատուկ ծառայությունները պատրաստ են կատարել Փաշինյանի գրեթե ցանկացած հրամանը։ Իսկ իմ համար անհասկանալի է, թե իրենք ինչ են անում։ Ես ուղղակի Իրենք օգտվելով հիպոթեկներ ունեն, երկու անգամ աշխատավարձներն են իրենց թող բարձրացել։ ունենան, բոլորն էլ ունեն։ Հայաստանում բոլորն ունեն, թե վարկային պարտավորություններ, թե բոլորը տուն են պահում, ժողովրդի լեզվով ասած, թե մի մասը ունի աշխատանք, մյուսը չունի, ու ամբողջ աշխարհում է այդպես։ Գերմանիայում էլ, Ռուսաստանում էլ, Բելգիա, Ամերիկա, բոլորն ունեն եւ հիպոթեք, եւ աշխատանք, եւ մյուս, բայց այստեղ հարցը բարոյական կողմն է հարցի։ Ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե այդ մարդկանց մեծ մասը բոլորին չի վերաբերվում խոսքս, այդ մարդկանց մեծ մասը իշխանությունը փոխվելուց հետո վաղ թե ուշ փոխվելու է։ Մի ամիս, մի տարի, 5 տարի, 10 տարի, հա, կապ չունի։ Ինչ որ մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի լինելու իշխանության ղեկին։ Լավ, նրանք ո՞նց են քայլելու փողոցներում։ Ո՞նց են նայելու իրենց Նրանք երեխայի մտածում են նա մի 5 տարի էլ կմնա, 5 տարի էլ կաշխատեն։ Չէ, ես կարող եմ իրենց հիասթափեցնել, չէ։ 5 տարի Նիկոլ Փաշինյանը չի մնա, օրինակ վերընտրվելուց հետո կարող շատ լուրջ process-ներ լինի, որովհետև այստեղ խոսքը գնում է ոչ թե Հայաստանի մնալու, այլ Հայաստանի թուրքացման մասին, քանի որ վերջին 100 տարիների ընթացքում Թուրքիայի մոտեցումները Հայաստանի հանդեպ ընդհանրապես չի փոխվել ու թուրքագետների կարծիքով այն պանթուրքիզմի ճանապարհը, որ կան նրանց մոտ առաջնային է եւ նույն Ադրբեջանն ասում է Զանգեզուրի միջանցք, Նիկոլ Փաշինյանն ասում է Թրամփի ուղի անունից բովանդակությունը չի փոխվում։ Այդպես չի ասում։ Ալիևը Փաշինյանից խելացի է, դրա համար Ալիևը օգտագործում է մի նախադասության մեջ եւ թրիփը, այսինքն Թրամփի ուղին եւ Զանգեզուրի միջանցքը, շատ խելացի ձևակերպում է տալիս, ասում է կառուցելու ենք թրիփ Թրամփի ուղի Զանգեզուրի միջանցքում, չնեղացնելու Թրամփին։ Այդ հայտարարությանը դեռ adekvat պատասխան Հայաստանի իշխանությունների ոչ մի հայտարարության Ադրբեջանի adekvat պատասխան չկա, երեկվանից Ադրբեջանի նախագահ հայտարարում է, որ Սևանը դա յոլ չէ, բայց երկրի վարչապետը, ով մեկ ընդդիմադիրի երկու բառից կարող է վրդովել Facebook-յան տարբեր գրառումներ կատարել, Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որը ուղիղ սպառնալիք է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Հայաստանի ազգային անվտանգությանը, մինչ այս պահը ինքը ոչ մի հայտարարություն չի արել։ Ենթադրեք, դուք չունեք երկրորդ քաղաքացիությունը, միայն Հայաստանի քաղաքացի եք եւ այդ ամենանիվ իշխանափոխությունից հետո, ընտրություններից հետո կառավարության անդամ եք։ Ըստ ձեզ, կառավարության առաջին քայլերը, որոնք պետք է լինեն, 3 քայլ թվարկեք։ 3 քայլ։ Առաջին հերթին ելեմ ասում տնտեսության զարգացում, կրթության վրա շատ մեծ ուշադրություն դարձնել ու անվտանգային հարցերով զբաղվել միաժամանակ։ Հիմա անցնում ենք բլից հարցերի։ Հարցերին պետք է պատասխանել այո կամ ոչ, կամ եթե չկա հստակ այո, հստակ ոչ, շատ կարճ պատասխան։ Առաջինը. Սամվել Կարապետյանը հաղթելու է Փաշինյանին։ Այո։ Սամվել Կարապետյանը այդուամենայնիվ հայկական Իվանիշվիլի է։ Չեմ կարծում։ Բացառում եք, որ ինչ որ ճնշման ներքո Սամվել Կարապետյանը գնա, այսպես ասեմ, գործարքի Փաշինյանի հետ։ Բացառում եմ, քանի որ նման բան լինելու դեպքում արդեն դա եղած կլիներ։ Բացառում եմ, որ նման առաջարկներ եղել են։ Ես չգիտեմ առաջարկներ եղել են թե չէ, բայց վստահ եմ, որ առաջարկ լինելու դեպքում էլ կմերժվի Սամվել Կարապետյանի կողմից։ Ինչ եք կարծում, պետք է Նիկոլ Փաշինյանին առաջարկել հումանիտար միջանցք, որ նա առանց խնդիրների հեռանա երկրից։ Դժվարանում եմ այդ հարցին պատասխանել, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի օրենքի առաջ հավասար է եւ յուրաքանչյուր քաղաքացի իր արած գործողությունների կամ անգործությունների հետևանքով առաջացած վնասի համար պետք է պատասխանատվություն կրի։ Բայց ենթադրենք դուք decision maker եք, այսինքն
պետության համար պատասխանատու մարդ եք եւ այդ պահին ձեզ մոտ այլընտրանք է կամ անպայման ձերբակալել Փաշինյանին եւ նրան անպայման որ նա հայտնվի, ասենք, նույն նկղում, որում Սամվել Կարապետյանն էր նստած, եւ այլընտրանքը, որ նրան թողնել, որ նա երկրից գնա, ցանկացած ցնցումից խուսափելու համար, Բնականաբար այդ պարագայում հանրային շահը կգերադասի, ավելի լավ է ինքը գնա ու ժողովուրդը ավելի լավ ապրի։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ։